Մեկ բարելը ավելի քան $110, այս գնով նավթ համաշխարհային շուկայում վերջին անգամ վաճառվել էր 2022-ին, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Երեգիշեր սակայն ռեկորդը կրկնվեց, երբ Իրանում սպանված Ալի Խամենեիի փոխարեն գերագույն առաջնորդ ընտրեցին նրա որդուն, ակնհայտ դարձնելով, որ Թեհրանը իր կոշտ քաղաքական կուրսը փոխելու մտադրություն չունի, չնայած Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածներին։ Կրտսեր Խամենեիի ընտրությունից հետո մի քանի ժամվա ընթացքում ոչ միայն նավթի գները բարձրացան, այլև անկում սկսվեց ֆոնդային շուկաներում, ստիպելով աշխարհի 7 ամենամեծ տնտեսությունն ունեցող պետություններին արտահերթ նիստ հրավիրել։ Եթե արագ եւ արդյունավետ քայլեր չձեռնարկվեն, վառելիքն ու ապրանքները կթանկանան ոչ միայն հակամարտության գոտում, այլև ողջ աշխարհում, պնդում են տնտեսագետները, փաստելով, որ վառելիքի տարանցման համար առանցքային նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Աշխարհին մատակարարվող էներգիայի մեծ մասը՝ նավթ, նավթամթերք, բնական գազ, անցնում է Իրանի հարավում գտնվող Հորմուզի նեղուցով։ Նավթի դեպքում աշխարհին մատակարարվող վառելիքի մոտ 20%-ն է ամեն օր այստեղով հոսում, այս նեղ երակը դարձնելով կենսական համաշխարհային տնտեսության համար։ Իրանցիները ակնհայտորեն փորձում են թիրախավորել էներգետիկայի եւ նավթի հետ կապված ենթակառուցվածքները Միացյալ Նահանգներում սպասվող միջանկյալ ընտրությունների շեմին կտրուկ գնաճ առաջացնելու համար, բացատրում է էներգետիկայի գծով մասնագիտացած Կոփլեր ընկերության ավագ փորձագետ Նավիդ Դասը, հավելելով. փաստացի այս պահին իրանցիները Ամերիկայի հարվածները կանգնեցնելու միայն մեկ զենք ունեն՝ նավթի եւ էներգակիրների կտրուկ գնաճը։ Միացյալ Նահանգների նախագահը մինչդեռ 3 պնդել է. վառելիքի թանկացումը ժամանակավոր է եւ դա նվազագույնն է, որ ամերիկացիներից պահանջվում է շատ ավելիին հասնելու համար։ Նավթի գներն արագորեն կնվազեն, երբ Իրանի միջուկային սպառնալիքի ոչնչացումն ավարտվի, եւ սա շատ փոքր գին է Միացյալ Նահանգների եւ աշխարհի անվտանգության եւ խաղաղության դիմաց։ Հետևանքները մեղմելու համար, ըստ Financial Times-ի, համաշխարհային համախառն ներքին արդյունքի 50%-ից ավելին տնօրինող մեծ յոթնյակի երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը եւ Կանադան այսօր երեկոյան հրատապ նիստ կանցկացնեն միջազգային էներգետիկ գործակալության հետ, որը ստեղծվել է հենց նման արտակարգ իրավիճակներում էներգետիկ ճգնաժամերից խուսափելու համար։ Ըստ լրատվամիջոցների, ամերիկացի պաշտոնյաները գործընկերներին առաջարկում են միջազգային շուկա բաց թողնել 300-ից 400 միլիոն բարել, պահուստային ֆոնդի 25-ից 35%-ը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նման քայլի վերջին տարիներին մեկ անգամ արդեն դիմել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո շուկա արտահանելով 240 միլիոն բարել նավթ, որի կեսը տրամադրել էր Միացյալ Նահանգները։ Նոր ներարկման ըստ Financial Times-ի համաձայն են մեծ յոթնյակից առնվազն 3-ը։ Մյուս կողմից, եթե անգամ մեծ յոթնյակն ու միջազգային էներգետիկ գործակալությունը համաձայնեն բացել ծորակները եւ շուկա բաց թողնել 400 միլիոն բարել, փորձագետների կարծիքով քիչ հավանական է, որ գնաճը կտրուկ կկարգավորվի, քանի դեռ ապագա մատակարարումների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է։ Կարծում եմ դա մեծապես կհարվածի թե տնային տնտեսություններին, թե արդյունաբերություններին, թե ավիաընկերություններին։ Չնայած Մերձավոր Արևելքից նավթի եւ նավթամթերքի մեծ մասը արտահանվում էր Ասիա կամ Չինաստան, բացասական հետևանքները կզգանք ավելի համընդհանուր միջազգային գների վրա։ Մինչ այդ ասիական պետությունները եւ դրանցից անդին անցնում են արտակարգ միջոցառումների։ Հարավային Կորեայի նախագահը մասնավորապես այսօր հայտարարել է, որ իշխանությունները գրեթե 30 տարվա ընթացքում առաջին անգամ որոշել են վերահսկել շուկան, սահմանելով առավելագույն գին, որից բարձր նավթը շուկայում չի կարող վաճառվել։ Վիետնամը պլանավորում է վերացնել վառելիքի ներմուծման սակագինը, Բանգլադեշը էներգակիրների խնայողության համար փակել է համալսարանները։ Չինաստանն էլ խնդրել է վերամշակման գործարաններին դադարեցնել վառելիքի արտահանման նոր պայմանագրերի կնքումը եւ փորձել չեղարկել արդեն իսկ կնքված առաքումները։